ու իր այս սովորության համար 5-10 րոպե իմ կյանքից գնում է։ Գրել էր դերասան Լևոն Մկրտչյանն իր ինստագրամյան հարթակում հրապարակած Թորի բաժնի հոլովակին կից։ Կինս Լյուբոյ ռանդոմ պահի, երբ տենում է հայլի։ Ինչպես արդեն նկատել ենք, Լևոն Մկրտչյանն ինստագրամյան հարթակում անձնական հրապարակումներ հազվադեպ է անում։ Ինչը սակայն չենք կարող ասել կնոջ՝ Էվելինա Ստեփանյանի մասին, ով օրերս հրապարակած նոր ֆոտոշարքին կից գրել էր. «Վերջերս ինձ համար ոչ միայն ակտիվ աշխատանքային է, այլ նաև ինքնազարգացման կարևոր շրջան։ Վաղուց այսքան մոտիվացված չէի եղել. ընթերցանություն, կինոդիտումներ, թատրոն, հետաքրքիր զրույցներ, շփումներ, նոր բացահայտումներ ու ճանապարհ, որն ինձ իմաստացնում է միայն։ Շնորհակալ եմ ընկերներիս, մտերիմներիս, սիրելի մարդկանց ու իհարկե ամուսնուս։ Նրանք ինձ հետ կիսում են այդ ճանապարհը, շատերին կարողանում եմ վարակել և մենք միասին ենք շարունակում քայլել։ Առանձնահատուկ շնորհակալ եմ Լևոնին։ Իմ նոր բացահայտումներով մշտապես հիացած նրա աչքերում է թաքնված անձիս հաջողության գրավականը։ Կյանքիս կինոյի հերոսը։ Վստահ եմ, որ դեռ հանդիպելու եմ հետաքրքիր, աշխարհի առաջ բաց ու իմաստուն մարդկանց։ Լավագույն ուսուցիչը կյանքն է, որտեղ անակնկալ կերպով հայտնվում են նրանք ու սկսում են քեզ պատմել աշխարհի բազմազան ճշմարտությունների մասին։ Սպասում եմ ձեզ գրկաբաց։ Անկեղծացել էր Էվելինա Ստեփանյանը։ Ակնհայտ է իմ դեմքից, թե ինչքան չեմ սիրում այս եղանակը ու ինչքան չեմ սիրում խցանման մեջ հայտնվել։ Ինձ թվում պուլսս կկանգնի այս խցանման մեջ։ Բայց հոբ արab չենք մնում, մտածում ենք։ Ասած ժամանակ սիրում ենք մտածել, գիտեք։ Ցավոք սրտի երբեմն, որովհետև շատ մտածելը հաճախ խանգարում է եւ ոչ թե օգնում։ Անընդմեջ հաշվարկում ես ռիսկերը, դու ռիսկի չես դիմում։ Լիքը հարցերում։ Բայց ես գնալով ավելի եմ համոզվում, որ մեր ուղեղը ամենամեծ պարազիտն է, որը խանգարում է մեզ առաջ գնալ։ Եվ մենք անընդմեջ մեզ տվել ենք ծրագրեր, իսկ այդ ծրագրերից ազատվելու դեպքում մենք կգանք մեր իրական եսին, երբ որ մաքրենք մեր ուղեղի սխալ պարունակությունը, իսկ դա շատ բարդ աշխատանք է։ Կամ որ ասում են մի մտածի, օրինակ իմ շրջապատից ինձ շատ սիրող հարազատ մարդիկ երբեմն երբ ինձ տեսնում են, անհանգստացած, էլի ինչ-որ հարցերով, մտքերով, խորանալով, պատասխաններ փնտրելով, ասում են, ինչ ես քեզ շատ ծանրաբեռնում, մի արա։ Եթե կարողանայի, չի անի, բայց պատկերացնենք մի պահ, երբ դուք անհարմար տեղում նստած եք, համարենք ասեղների վրա, այն յոգայի ասեղների վրա կամ էլ պարկած եք կամ կանգնած եք։ Ես փորձել եմ դա ու իրոք շատ անհարմար է։ Համարենք դուք դրա վրա կանգնած եք, ձեզ ցավոտ է, նեղվում եք, ուզում եք իջնեք վրայից, լիարժեք լինեք, խաղաղ լինեք, հանգիստ լինեք, էլ ձեզ վատ չլինի։ Ոնց կշարունակեք վրան կանգնել, ամեն ինչ կանեք, որ իջնեք չէ վրայից։ Հիմա նույնը ինձ մոտ է, կամ մեզ մոտ է, ինձ նման մարդկանց մոտ է։ Եթե դա մեզ չանհանգստացներ, չէինք մտածում։ Այլ հարցը թե այդ մտքերը քեզ ուր են տանում։ Եթե դու անընդհատ մտածում ես եւ ժամանակը ցույց է տալիս, որ դու ոչ մի լավ տեղ չես գնում, բնականաբար ուրեմն պիտի կամ հայացքդ փոխես, կամ ինչ-որ մեկի օգնությանը դիմես, կամ փիլիսոփայություններդ փոխես, վարվելակերպդ, վերաբերմունքդ, չգիտեմ, հազար բան կա։ Բայց եթե ինչ-որ պահի ծանր է այդ շրջանը, ամենայն դեպս այդ փնտրտուքների շրջանը ու դու գալիս ես վերջում որևէ ճշմարտության եւ տենց ամեն հարցի դեպքում, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Ու եթե խաղաղվում ես, ուրեմն ճիշտ ճանապարհով ես գնում։ Փախնելը խնդրից լուծում չի։ Խնդրի լուծումներ գտնելն է տանում լուծում։ Փորձելը լավ գոնե։ Ու ով փնտրում է, նա գտնում է։ Դա փաստ է։ Անհերքելի։ Բամբասկոտ մարդկանցից զզվում եմ։ Կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են։ Իրենց էլ չեմ սիրում։ Ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է։ Իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում հենց այն մեկի հետ,
ով իբր իրենց մասին վատներ խոսել, այն առաջինի պատմածով։ Ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախական հավատացողներին չեմ սիրում։ Իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցություններից են թևեր առած փախնում։ Բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խորշում։ Իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան։ Այ կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում։ Իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում։ Բասկոտ մարդկանցից զզվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են։ Իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է։ Իրենց նույնպես չեմ սիրում, կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով, առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատներ խոսել, այն առաջինի պատմածով։ Ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախական հավատացողներին չեմ սիրում։ Իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցություններից են թևեր առած փախնում։ Բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խորշում։ Իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան։ Այ կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում։ Իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում։ Լուսանկարին կից գրել էր Էվելինան և հրապարակել հոլովակ, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջում է հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել, բայց ինչև է, քանի որ լևը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ, քարիքներով մեյքափս վկա, ես եմ հեղինակը, ու շատ սիրում եմ, դուրս շատ է եկել, դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա, եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան, եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք, եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսինի հորդոր կամ անձնական փորձից մի կտոր, ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին, ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի, թե ինչ կասեն, ինչ ուզում է թող ասեն, իմաստնություն իմաստնությանց, ասեք, թեև կիրակի օրն էլ ենք աշխատում, բայց գոնե որոշ ժամանակ կարելի է մեզ նվիրել, հիմա կդնեմ իմ պատճերը, դեմքի խնամ կանեմ և կանցնեմ առաջ։ Ովքեր ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ ես առհասարակ սուրճ չեմ օգտագործում, երբեք չեմ օգտագործել ու ինձ թվում է չեմ էլ օգտագործի։ Նախ ինձ համն ու հոտը երբեք դուր չի եկել և երկրորդ ինչի օգտագործեմ, եթե հնարավոր է այն առաջացնի կախվածություն։ Բայց այդ սեկորի երբեմն